Հարգելի հետևորդներ, մենք գտնվում ենք Փասաու սահմանային քաղաքում Գերմանիայի, հեռվում Ավստրիան է երևում, հեսա կմոտենանք, սա քաղաքի կենտրոնն սկսվում է, հեսա կմոտենանք հայկական այն ճանապարհը ուղիղ մտնում ես Ավստրիա, ոտով էլ կարաս մտնես, այնա դատարկ է, ճանապարհը հեսա ուղիղ գնում է դեպի հայկական Հայ Գրիգորիի վրայի եկեղեցի, որը առաջին անգամ քրիստոնեություն է բերել Բավարիա 1000 թվին իր 8 առաքյալ աշակերտների հետ եւ դրա վրա կառուցել են նրա դիակի վրա կառուցել են եկեղեցի եւ համարվում է սուրբ։ Հիմա կցույց տամ։ Քաղաքը գտնվում է Դանուբի ափին, ուղիղ ճանապարհ գնում դեպի Դանուբ։ Սա քաղաքի կենտրոնական մասն է թեքության վրա լեռների, այն կողմով կհելնենք գետի ափ, ցույց կտանք։ Հարգելի հետևորդներ, պատմական կենտրոնից գալիս ենք պատմական այս շենքերը, հյուրանոցները, ոչինչ չեն կանդել։ Գալիս ենք եկեղեցին եւ այն փոքրիկ կամարի միջով, սա հին եկեղեցի է։ Եվ իջայլոց մի երկու օր առաջ էր ասես տեսել էի, հենց էս եկեղեցու միջով, տեսեք։ Իրենց հին ձևերով սարքած է, պատերին նկարած։ Հյուրանոցներով գնում ենք հայկական եկեղեցի։ Հայկական եկեղեցին կիսա, այսպես ասեմ, շատ թերակղզու վրա է, որտեղ երկու գետ միանում են իրար, Դանուբը ավելի լայն, գնում է դեպի Ավստրիա։ Դիմացը գետն է, տուրիստական նավերը գնում են։ Սրճարան, մենք ոտով պիտի բարձրանանք հայկական հայկական չէ, Հայ Գրիգորի հայի վրա սարքած եկեղեցի։ Սա հին քաղաքն է, հին եկեղեցին է, հին ճանապարհները, ոչինչ չեն փոխել, նույնը թողնում են։ Նույնիսկ տեղ կա, միայն դուրսն են վերանորոգում, մեջը նորոգում են, բայց նույն ոճով թողում են, տեսեք, խանութները։ Ոչինչ չեն ջարդում, ասում են, էսի պետքական չի, ցածր, դռները ցածր, բոլորը կա։ Եկեղեցիներն ու փողոցները։ Հարգելի հետևորդներ, չէի կարող չնկատել այս եկեղեցու վրա, նայեք, ուղղափառ եկեղեցի ոնց հասկանում եմ, վրան հեսա մոտեցնեմ մասոնիոկայի էլի աչքի նշանը, եռանկյունին ցիրկուլը։ Գերմանիայի ամբողջ տարածքում բոլոր եկեղեցիների վրա ներսը կամ դուրսը այս նշանը կա։ Ցավալի է, բայց իրականություն։ Հարգելի հետևորդներ, նայեք հեքիաթային հին քաղաքը հին ձևով, պատուհանների գետնին, խանութները, ամեն ինչը պահած է։ Ոչ մի բան քանդած չի։ Ոչ մի բան, ինչը կա դա է։ Խնդրեմ։ Նայեք։ Ընդամենը 50,000-ից քաղաք է, մոտավորապես մեր Հրազդանի չափ։ Տուրիստը մի 200,000 տուրիստ է մտնում դուրս գալիս։ Հարգելի հետևորդներ, դիմացը Ավստրիան։ Այն բարձրության վրա է ամրոցը Ավստրիան է։ Ոչ տամոժնիկ կա, ոչ ոստիկան կա, ոչ մեկ չկա կանգնած։ Այս պիտի լինի Հայաստանը։ Սա եկեղեցու տաճարներից ավելի ճիշտ վանքերից մեկի բակն է, հյուրանոց պետական շենքերը մնացել է ֆրանսիական ժամանակաշրջանի եւ գերմանական, որտեղ էս բարոկո ոճը կա, ռոկոկո դուրս եկած, սա ֆրանսիական շենքեր են, որտեղ սենց կոշտ ու կոպիտ, դրանք գերմանական են։ Շարունակենք դեպի հայկական եկեղեցի։ Հարգելիներս, վերջապես հասանք հայկական Հայ Գրիգորիի եկեղեցուն, տեսնենք բացադուռը ոնց որ փակ է։ Շատ անհարմար կլինի, որ 250-60 կիլոմետր եկել եմ ու փակ լինի։ Հա, հեսա հենց դրա վրա, այս եկեղեցումա թաղված, հիմնականում Հունգարիայի, Ավստրո-Հունգարիայի, Ավստրիայի, Գերմանիայի թագավորները։ Շատ ափսոս կլինի, բայց ինձ թվում է փակ է։ Ավելի մենակ փակ չէ։ Այ քեզ բան։ Փակ է։ Այ քեզ բան։ Լավ, մյուս անգամ ցույց կտամ։ Տեսեք, նույնիսկ հունգարացիները մինչև հիմա գալիս են, այստեղ ծաղկեպսատ են դնում իրենց թագավորների համար։ Ամեն ինչ կա գրած, հեսա
Ritter Orden Richtigen, das auch dessen geht er an Grvatsa Grigori Massin. Grigori Massin geht in Apora Grvats. Afsus. Սանայմ առաջի քրիստոնեությունը հայրն են բերել, ոչ մի չգիտեր։ Գերմանացի եկեղեցական են հարցնում, ասում են մենք այդպես բանից տեղյակ չենք 1161 թվին է սարքվել, Գրիգորը 1000 թվին է եկել։ Հեսա։ Նյուրնբերգ Հոսլեր։ Գեորգ։ Չէ։ Չկա գրված ցավալի։ Մի հատ այն կողմը նայեմ։ Միակ ձևնավոր խաչը մեզ նման են սարքում, այստեղ Երևի Գրիգորի համար են դա արել, հայ Գրիգորի։ Ոչ միտեղ գրված չկա, չէ, ժողովուրդ ջան։ Ուրեմն երկու տակ է հատել ներքևի հարկեր ունեն, եկեղեցու տակ, որտեղ թաղված են բոլոր թագավորները, կայսրերը եւ այլն, կայսրուհիները։ Դեռ գրված է, որ այստեղ նաեւ ասպետական ուխտի ներկայացուցիչներն են։ Հեսա գրածը Գրիգոր Ռիթեն Որդեն Ռիթերնը դա ասպետնա, Օրդենը գիտեք արդեն միաբանությունն է։ Պրոկատին փասա Էլինգեն բառն, բայց չկա գրված հայերի մասին։ Դե մենք մեր պատմությունը նվիրում ենք ուրիշին։ Դրա համար էլ է ձևա լինում, սա Գրիգորյան Օրդենի երկու արծիվ իրար հետ միության նշանն է։ Սա էլ Հունգարիայի համար են բերել, որ թագավորները թաղված են այստեղ։ Ներսը գրված ովքեր են թաղված։ Մյուս անգամ, ոչինչ, այսքանով ավարտում ենք Փասայի ելույթը։ Հարգելիներս, սա Դանուբ գետն է, իր հմայքով, շարժմա դեպի Ավստրիա, միացումները գետերի տվել է, սահմանային մասն ենք մենք, տվել է սահմանային միացումը, գնում է Ավստրիա, և սա այսպես, ևս Հունգարիայի մնացած եվրոպական երկրները, Ռումինիա, Սերբիա, Բուլղարիայի միջով գնում լցվում է Սև ծովը։ Փասայի տեսքը խնդրեմ։ Ժողովուրդ ջան, էս էլ մի փոքր հումոր։ Դանուբ գետի ափին տեսեք ում նավն է կանգնած, Սիսիի նավը։ Հարգելի հետևորդներ, տեսեք ինչքան հասարակ շենքերի մեջ, քաղաքում մարդը իր կավից բաժակներն է սարքում կերամիկայից, հանում է դնում է վաճառքի։ Ոչ մի մեծություն, հենց խանութն այստեղ փեդի վրա դրած։ Ոչ մեկ ոչինչից չի վախենում, նույն ձևով դրած վաճառում են։ Նեղային փողոցները Միչայելոց ամենասիրունն են, որտեղ գտնվում է տարբեր տեսակի բրուտագործական, խնդրեմ, կարի եւ այլ ֆիրմաներ։ Խնդրեմ։ Այս թաղամասում ու փոքրիկս խորություններում կան սրճարաններ։ Խնդրեմ։ Ոչ մեկ սրճարանի վրա էլ միլիոն չի ծախսում, ուղղակի ծաղիկներով գեղեցիկ փակացնությունը պաշտպանում են։ Պարտադիր, տեսեք փողոցների ձևը, նեղությունը, այստեղ մի մեքենա հազիվ անցնի։ Ոչինչ չեն փոխի, բայց մարդիկ ապրում են։ Նույնիսկ հին փայտի պատուհանը։ Խնդրեմ։ Հարգելի հետևորդներ, տեսեք, սա Փասայի փողոցն է։ Ինչի համար է այս գույները։ Ամեն գույնը ցույց է տալիս, ուղղություն է ցույց տալիս, թե ուր պիտի գնաս։ Ամեն գույնը, ասենք, կարմիրը գնում է խանութ, կանաչը գնում է սրճարան, դեղինը գնում է սուվենիր, կապույտը գնում է ուրիշտեղ, մանուշակագույնը ուրիշտեղ։ Եվ այսպես, որպեսզի դու ուղղորդվես, հասնում ես խաչմերուկին, գույները նկարածա ցույց է տալիս։ Տեսեք, բոլոր գույներով դիմացը նկարածա, նկարչական խանութ։ Կախված է բոլոր տեսակը, տեսեք, այս 2-3 գույնը գնում է, հետո փողոցներում փոխվում է։ Այս փողոցներում գտնվում է խանութները, թանգարանները եւ ինչա գրած սրճարանները։ Այս մյուս գույնով որ գնում ենք, տեսեք, վերևից հետաքրքիր կախված ու նեղային փողոցները ցույց է տալիս ինչ տեսակ արվեստի տեղեր կան, սննդի խանութ է կամ դեղատուն է եւ այլն։ Խնդրեմ։ Դանուբ ամրոցը 1899 թվականի դիմացը գալիս ենք փողոց, շենքերը, կենտրոն, հյուրանոց, տակը ռեստորան, այսպես մինչև վերջ ու նավահանգիստը, մինչև քաղաքի ամբողջ ծայրը։ Հարգելի հետևորդներ, ես շատ ճիշտ էի,
Այստեղ գտնվում են 5 հատ հայ, մեր հայ բարեկամն է, Արմենը անունը, իր նկարներն են, հոյակապ նկարները, իր գալերիան է հենց Փասայի մշակութային մասում։ Զանգեցի, ծանոթացա, այնպես որ մյուս անգամ կգանք ավելի մոտիկից ցույց կտանք եւ եկեղեցին եւ մեր ընկերոջը։ Լավ եղեք։ Եվ վերջապես եկեղեցին չմտանք, բայց գտանք ստուդիո Արմենի։ Խնդրեմ, հարգելիներս, այստեղ ստուդիո Արմենին է։ Հեսա կզանգեմ, կտեսնեմ իրոք հայա թե չէ։ 1 վայրկյան։ Խնդրեմ հարգելիներս, սա մոմերի անձնական մոմեր է պատրաստում, ցուցատալիս արվեստի այն մի սրահը նկարների, սա անձնական մոմեր է պատրաստում, հələ պատուհանը լրիվ հեքիաթ, հենզել ու գրետելի պատուհանը։